Հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխությունների վիճակացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական օրենսդրության կարգավորումները միջազգային չափանիշներին եւ միջազգային մարմինների պահանջներին համապատասխանեցնելու ուրեմն այդ պարտականությամբ Հայաստանի Հանրապետության հասցեագրված հանձնարարականների շարքում կոնկրետ այս նախագծով նախատեսված երկու հանձնարարական կա, որոնց վրա կոնկրետ կուզեմ հենց կենտրոնանանք։ Ըստ էության փոփոխությունները կարող ենք բաժանել երկու մասի։ Մեկով նախատեսվում է, որ անձին ազատազրկված անձին պատժախցում հնարավոր կլինի պահել առավելագույնը 14 օր, ինչը միջազգայինորեն ընդունված առավելագույն ընդունելի ժամկետն է։ Ներկայումս մեր օրենսդրությամբ ընդամենը 15 օր է առավելագույն ժամկետը նախատեսված, այսինքն 1 օրվա հարց է մեծ հաշվով լուծում, սակայն այդ 1 օրը մեր օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից խնդիրներ է առաջացնում, ուստի առաջարկում ենք այդ 15 օրը օրենսդրությամբ նախատեսված առավելագույնը սահմանել 14 օր եւ երկրորդ փոփոխությունը, որը առաջարկում ենք, դա ազատազրկված անձանց ուրեմն իր մերձավոր ազգականների հետ շփումները հաղորդակցությունը սահմանափակելու ուրեմն հարցի քննարկումն է, հարցն է գործող օրենսդրությամբ ուրեմն որպես որոշակի հակաիրավական արարքներ կատարելու դեպքում կարող է արգելվել ազատազրկված անձին որոշակի ժամկետով հաղորդակցություն ունենալ այլ անձանց հետ եւ որևէ սահմանափակում չկա, այսինքն այդ արգելքը տարածվում է նաեւ մերձավոր ազգականների վրա, ինչը ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի տեսանկյունից եւ նաեւ համապատասխան միջազգային կառույցների իրավապաշտպան կառույցների տեսանկյունից ընդունելի չէ եւ պահանջը մոտեցումն այն է, որ անձին որևէ դեպքում չի կարող բացարձակ արգելվել հաղորդակցումը մերձավոր ազգականների հետ, ուստի այս նախագծով նաեւ այդ փոփոխությունն ենք նախատեսում, որպեսզի որևէ դեպքում մերձավոր ազգականների հետ հաղորդակցման արգելք չսահմանվի։ Ըստ էության այս երկու փոփոխություններն են, որոնք ինչպես նշեցի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն են միտված, ելնելով նշվածից խնդրում եմ տալ ձեր դրական քվեն, եթե հարցեր լինեն, սիրով պատասխանեմ։